Հիմա այդ ուժերը քննադատում են հարկին, ասում են հիմա փաստորեն դուք եք գնացել իշխանությանը խնդրում ձեզ հետ նկարվել, չգիտեմ, ովքեր ինձ ինտրիգնայի դաշտում դարել։ Սահմանությունը ընդունված է այդ սահմանության բանալու բանը։ Այս սահմանությունը կարող է փոխել, եթե իշխանապողությունը, ես կիմանանք 2 միլիոն ոդի կանի ասում փոխել։ Հիմա գտնում եք որ սահմանությունը սխալ սահմանություն է, բայց իր պայմանները մնելու ակտիվություն։ Մերժենք, դա էլ մերժենք։ Թե ասենք երկու օրը մեկ իշխանապողություն եք անում։ Սա պիտի անենք։ Գնացել ենք հիմա ԵՏՄ։ Ես բացում եմ ԵՏՄ, տեսնում եմ վերջի հանձնաժողովի որոշումները։ Տափակ որոշումներ են։ Ամբողջ առևտուր անցյալ 25% ապակասել, այս տարի 15%։ Ինչ է ստեղծում ես ԵՏՄ։ Հիմա Բագրատյանը չելնի, չվերկենա, չասի, հայկերներ, ես տեսնում եմ լուծումներ ԵՏՄ-ի շրջանակներում։ Եթե խելքներս հասնում է, չասենք այս բաները։ Այսինքն կանգնեք ասենք Բագրատյան, դու միևնույնն ԵՏՄ-ի կողմնակիցը չէիր։ Ինչ անեք, ասեմ։ Բագրատյան գազի հետ կապված։ Կամ եթե դուք ուզում եք, այսպես ասեմ, չեք ուզում հանկարծ ձեզ մոտ ծնվում է 4-րդ երեխան, հրաժարվում եք այդ երեխայից։ Բագրատյան վարչապետը Հիմա է դա է։ Բայց նման ամուսնու Դա է, դրա հետ ենք ապրում, չէ՞։ Ասում ասեցի մի ժիվիլ, հիմա վարչապետը հավանական համարեց գազի գնի իջեցում սպառողի համար։ Բայց ուրիշ չենք խոսում, գազի այդ պայմանագրերը գնում են, աշխարհում մեկ գազն իջնում է։ Բայց ասեմ ձեզ, բենա զեկուցենք բանանը, վաճառվում օրինակ գազը Ռուսաստանի կողմից Սլովակիան 227 դոլար։ Եթե վերցում ես 1200 կիլոմետր տրանզիտը 100 կիլոմետրի վրա $3, ասենք հիմա իրանք սկիդկա ունեն, զեղչ ունեն դրա վրա։ Ապա տեսնում ես, որ դուք կավելի էշանա։ Մանավանդ Հայաստանում չես հասկանում, մեզ ասում են 165, բայց մեր ռեալ գինը 335 է, մենք հետ ենք վճարում վերջ։ Հիմա տեսնենք ինչ կլինի։ Ասում են 10 դրամով սպառողի համար դեժանա։ Որն է, ինչքան մի դառնա։ 156-ից 146, նոր վերել։ Աղջիկ ջան, 165 գազ չկա, կարամ ես ես բացատրեմ, այդ թիվը չկա, մենք ունենք մի թիվ 335։ Հիմա, եթե 335-ը 165 գումարած 170 է, 165-ը դառնում է 155, ավտոմատ 170-ը դառնում է 180։ Դուք քերիկա ձեզ զրավնեք ինձ էլ ձեր հետ միասին։ Մենք ձեզ ասել ենք, եթե խաղ է, քանի որ Հայաստանի պարագայում և ներս մտնող գազն է, ուղարկողը, Գազպրոմն է, և առնողն էլ է Գազպրոմը, Հայաստանի պարագայում կամ մեկին 335 կամ 158,000 դրամ։ Ինձ հետաքրքրում է այդ գինը իջնելու է թե չէ։ Մեջտեղի գինը Գազպրոմի միջուտը մյուսին ինչքանով է փողը ծախում, դա ինչ չի հետաքրքրում։ Այդ գինը կարաս իջեցնես, նրա շահոտ ավելանա։ Գեժանանը կխոսենք, ասում եմ ամբողջ Եվրոպայում, մեկ գեժանանում է։ Գազամուղ հետևից են սարքում, ինչի՞։ Ռուսաստանը միած սարքեց, երկու հատ կառուցում է, տանապը կառուցում են, ինչի՞, որովհետև գազամատակարարման շուկան, մատակարարի շուկա է այսօր դառել, սպառողի շուկա չէ։ Ամեն օրը գազի գինը, սիվ գինը այսօր $80 համաշխարհային շուկա է, բնական գազի գինը։ Դուք հավանական Կարող մեր մի քիչ չիշնի, ոչ մենք պիտի իշնի, մենք պիտի ազատորեն որոշենք, որ այդ տրանսիտը մեզով թողում ենք։ Մենք իրականում գազային ու նավթային խաչմերուկում ենք գտնվում։ Մենք պիտի օգտվենք այդ դեպքից, ոչ չենք գնալու մերժել։ Ինչի չեն օգտվում։ Որովհետև անդադ վախենում ենք, անդադ ասում ենք մեր ստրատեգիական գործիքերոջ շահերի խանգարումը։ Մենք անդադ կուլ չպիտի գնանք այս շահերը, կամ պիտի ճիշտ բացատրենք մեր շահերը, կամ էլ ասենք ախպեր առաջ չենք տանում։ Մենք կարծում ենք, որ եթե մի սխալ բան անենք, մեր վրա կջղայնանա, այդպես չի։ Կարող է ջղայնանալ իշխանությունը պահելու իմաստով։ Ես կարծում եմ, Հայաստանի իշխանությունները իրենց իշխանություններն են պահում, այլ ոչ թե Ռուսաստանի շահերն են օգնում Հայաստանի տարածքում։ Սա հստակ է ինձ համար։ Հիմա հավանական համարում եք, որ Սերժ Սարգսյանը կկարողանա ոչ թե իր իշխանության շահը պահել Հայաստանի Հանրապետության։ Մեր 2012-ին ինձ ընտրած եք պրեզիդենտ, ես լինեի, ես տանապով գազը կտանեի։ Ես կանեի։ Գազամուղն ով աստորագրի հայրենական։ Հիմա ինչ է կարող։ Միշտ դեմ են եղել, հետո ով աստորագրի 95 թվին հայրենական գազը։ Էլեկտրագիծը։ Դուք ինչ եք անում։ Ոնց ասում չի։ Ասում եմ գազամուղն է, ես չեմ թողնում հասկացել։ Այ բալա, նոր գազամուղի մասն է խոսքը։ Նորն է։ Մեր վրա նոր գազամուղ գցեն, որպեսզի Իրանից գազ տանեն Եվրոպա, թող տանեն։ Ոնց կարող ասել Ռուսաստանը։ Լավ, հիմա կոնկրետ չի ասի։ Պարոն Բագրատյան, կոնկրետ քայլը որն է, որ դուրս չմնանք նորից այս Կոնկրետ քայլը ակտիվորեն բանակցելն է եւ Իրանի հետ խոսելը Եվրոպայի հետ եւ ասել, որ Հայաստանը պատրաստ է լավագույն պայմանները տրամադրել, եթե նոր գազամուղ կառուցվի դեպի Իրան։ Որտեւ տանապ գազամուղի շահագործումը առանց իրանական գազի անիմաստ է։ Այդքան 50 միլիարդ խորանարդ մետրի գազամուղ են կառուցում։
որ այդ պոտենցիալ ունի տարեկան, բայց այս պայծրությամբ ունեն 15-16 միլիարդ խորանարդ մետր գազ։ Եթե Իրանը չկա։ Իրանը 3 խոշորագույն գազ ունեցողներից մեկն է, աշխարհի գազը գտնվում է 3 հիմնական երկրներում՝ Ռուսաստան, Իրան եւ Կատար։ Բան բա դրանցով